Ներեցեք, այստեղ էս եկեղեցում Սուրբ Ամենափրկիչում հնչեց կաթողիկոսի եւ Միքայել Աջապահյանի անունը, բայց զուգահեռ իրականությունում 7 վերք եկեղեցում Փաշինյանը այսպես կոչված իր շրջիկ խմբով է եկել պատարագի ու ամենայն հավանականությամբ այնտեղ չի հնչելու կաթողիկոսի եւ թեմակալ առաջնորդի անունները։ Այս իրականությանը ինչպես եք վերաբերվում ու առհասարակ այսօր Գյումրիում երկրաշարժի այսպես տարելիցն է, երկրաշարժի օրն է, ինչպես կմեկնաբանեք այս ամենը։ Տեսեք, ոչ միայն Սուրբ Ամենափրկիչում, այլ շատ հայրում, գոնե Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում եւ վանքերում, որտեղ որ մենք ունենք հոգեվոր հովիվներ, ովքեր որ պատարակ են մատուցում ամեն Կիրակի, բոլոր եկեղեցիներում Սուրբ եւ անմահ պատարակ է ընտանում եւ բոլոր պատարակների ժամանակ միանշանակ ըստ կանոնի հնչում է մեր վեհապար հայրապետի Գարեգին II կաթողիկոսի եւ մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի անունը։ Իսկ ինչ վերաբերվում է Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում, հստակ մեր հոգեվոր հայրերը դիրքորոշումը տվել են, գնահատականը տվել են, ես էլ կրկնում եմ, երեկվանից ես ցավոք սրտի ականատես եմ եղել այդ ծանր իրավիճակին, որ Սուրբ Աստվածածին մեր առաջնորդանիստ եկեղեցին բռնազավթվեց վարչապետի աթոռը զբաղեցնողի ճղճիմ հրահանգների հաշվին, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները ուղղակի կամակատարն են մեկ անձի հաճույքների ու չնայած դժվար իր համար հաճույք լինի, ինքը ստիպած է ամեն ինչը կատարում, որովհետև ինքը թուրքի եւ ների ծառան է։ Իսկ ինչ վերաբերվում է ցավալի տարելիցին, ինքներդ արդեն տեսնում եք, որ ինքը իր ճղճիմությամբ նաև անարգում է մեր զոհերի հիշատակը եւ այսօր մեր խոնարհման հիշատակության օրը կներեք բարիս համար, բայց դարձել է երկրորդական թեմա, որովհետեւ առաջինը ըստ իր թելադրած օրակարգի ինքն է ուզում հայտնվել օրակարգում եւ մենք ստորադասել ենք մեր զոհերի, իհարկե ոչ մենք, այլ իրենք ստորադասել են մեր զոհերի մեր հարազատների կորուստը, մեր վիշտը ու չեն կարողանում կենտրոնանալ մեր վշտի վրա, այլ մեր վշտի վրա եւս մեկ վիշտ են ավելացնում։ Վարչապետը չի հրաժարվում կաթողիկոսին գահընկեց անելու, այսպես ասեմ, այդ գաղափարի։ Շահնդամը հրաժարվի, վարչապետը ում շունն է, որ հրաժարվելու նայենք կամ չնայենք։ Ինչ կուզե, ինքը իր ցանկությունը էստա իր տագանքների, սրբապիղձների հետ իրանք իրանցը մտածեն, բայց իրանց պռավալը ի սկզբանե կա, արդեն կներեք, բայց իմ ներվերսը չի ելիք է, ես չեմ ուզել այդ ողորմելիներին անդրադառնալ։ Այսօր մեզի համար նամանավանդ հենց հիմա Սուրբ եւ անմահ պատարագ են տանում ու այս բացառիկ տագանքությունը, որ նույնիսկ թուրքը չի արել այսպես։ Բազմաթիվ հայտարարությունների արձանագրությունների մեջ տեսել եք, որ թուրքերը երբ որ նաեւ գրավել են, իրենք չեն պղծել ամեն ինչ, ու պղծում է հայի տականքը։